որտեղ կրոնը գերիշխող է եւ ուղղակիորեն մասնակցում է պետության կառավարմանը, սրա երկարատև ընթացքը կարող է բերել ճգնաժամերի։ Հայ առաքելական եկեղեցին հայության կյանքում անբաժանելի իրողություն է բոլոր ոլորտներում։ Այլևս հնարավորություն չենք տեսնում քրիստոնեությունը հռչակելու պետական կրոն։ Պետությունը պահպանում է սահմանները։ Եկեղեցին պահպանում եւ ներկայացնում է ժամանակը։ Հայր ների նրանց, որովհետեւ չգիտեն թե ինչ են անում։ Տեր հայր, այսօրվա մեր հիմնական թեման լինելու է եկեղեցի պետություն փոխհարաբերության մասին, սակայն մինչև փոխհարաբերության սահմանների մասին խոսելը ես կխնդրեմ ներկայացնեք, թե եկեղեցին ընդհանրապես ինչ դերակատարություն է ունեցել պետության պահպանման գործում, պետականության պահպանման եւ անկախության ձեռքբերման գործում։ Վստահ եմ ավելի խորապես կարող եք ներկայացնել, նաեւ ինչու եմ ասում խորապես, որովհետեւ այս մասին գիրք ունեք հրատարակած Սուրբ Էջմիածնի դերը 16-17-րդ դարերի հայ ազատագրական պայքարում։ Խնդրեմ դուք այսպես խորապես ներկայացրեք, թե եկեղեցու դերը որն է այստեղ։ Եկեղեցի եւ պետություն սովորաբար հատկապես ժողովրդավարական պետություններում սահմանադրորեն տարանջատված են, դա արձանագրված փաստ է եւ ավելի շատ այսօր աշխարհում ընդունված, սակայն միջնադարում եկեղեցի պետություն հարաբերությունները կրում էին համագործակցային բնույթ եւ շատ դեպքերում պետական որոշ գործառույթներ գործարկված էին եկեղեցուն եւ եկեղեցին ինքն էր ղեկավարում այդ ոլորտները։ Հիմնականում դրանք վերաբերում էին գիտությանը, օրենսդրությանը, դիվանագիտությանը, կրթությանը եւ սոցիալական ընկերային ծառայություններին հիմնականում։ Այս իմաստով եկեղեցու դերը պետության մեջ չափազանց կարեւոր էր։ Եթե պետությունը կարող ենք սահմանել, որ պատասխանատու էր մարդկանց բարեկեցիկ կյանքի համար եւ պետական սահմանների մարդկային արժանապատվության պահպանման համար, եկեղեցու դերը նրանում էր կայանում, որ եկեղեցին պատասխանատու էր մարդկության հասարակության բարոյական կերպարի ձևավորման, խղճի, քարոզչության եւ արդարության ու ճշմարտության բարձրաձայնման համար։ Սակայն մենք տեսնում ենք հատկապես հայոց պատմությունից, որ հայ առաքելական եկեղեցին հաճախ էր իր հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ զբաղվում նաև ազգապահպանության գործով։ Հատկապես հայտնի է, որ մենք թեև մեր հայոց պատմությունը 4000-ից ավել տարվա պատմություն ունի եւ այդ 4000-ամյա պատմության մեջ քիչ չեն նաև դարաշրջանները, որ մենք պետականություն ենք ունեցել բառի ուղիղ իմաստով, նաև պետք է նշել, որ քիչ չէ նաև ժամանակաշրջանները, որ մենք չենք ունեցել պետականություն։ Եվ տվյալ դեպքում եկեղեցու դերը եղել է նաև ստանձնելու այն գործառույթները, որոնք իրականացրել է պետությունը, այսինքն այն հնարավոր բոլոր միջոցները, որ անկախությունը վերագտնելու սկսած դրա գաղափարից պահպանվել է եկեղեցում եւ հենց դա է եղել, որ հետագայում հնարավորություն է ստեղծել կրկին վերականգնելու հայոց պետականությունը ինչ որ ժամանակաշրջանի ընդհատումից հետո։ Տվյալ դեպքում եկեղեցու դերը չափազանց կարևոր է եղել առաջինը անկախության գաղափարի պահպանումը, երկրորդ այդ գաղափարը հասարակության մեջ ոչ միայն եկեղեցում ու մագաղատների վրա պահելը, այլ հասարակության մեջ կենթանի կերպով վառ պահելը, սեփական թագավորությունը վերականգնված տեսնելու երազանքը եւ այս տեսական հարթությունից այն կողմ շատ կարեւոր է եկեղեցին կատարել է գործնական քայլեր, տարբեր դարաշրջաններում դրանք դրսևորվել են տարբեր ձևերով վերականգնելու փաստացի հայոց պետականությունը եւ այս գործում հատկապես հայ առաքելական եկեղեցու եւ նրա եկեղեցականած դերը չափազանց մեծ է եղել, որովհետև նրանք թե տեսական դաշտում, թե գործնական հարթության մեջ փայփայել են եւ իրագործել են այն երազանքը, որ ունենան անկախ սեփական թագավորություն կամ պետականություն։
Եկեղեցին կամ ընդհանրապես կրոնական կառույցները ինչ ազդեցություն պետք է ունենան քաղաքական որոշումների վրա, եւ եթե արդարացված է սա, ապա երրորդ հանրապետության ժամանակաշրջանում կարող եք նմանօրինակ իրադարձություններ հիշել, որ եկեղեցին վճռորոշ դեր է ունեցել այստեղ։ Ինչպես նշեցի, ժողովրդավարական պետություններում սահմանադրորեն անջատված են կրոնական կառույցները պետությունից, այսինքն կրոնական կառույցները ուղղակի իմաստով չեն զբաղվում քաղաքականությամբ։ Դա նշանակում է, որ եկեղեցին չի կարող զբաղվել բանակի կառավարմամբ, չի կարող օրենքներ ընդունել, չի կարող օրենքներ պարտադրել, բայց եկեղեցին չէ կարող զերծ մնալ հատկապես ազգային քաղաքականությունից։ Տվյալ դեպքում եկեղեցու քաղաքականությամբ զբաղվելու, այսպես ասենք, միջոցը մնում է հասարակությունը։ Եկեղեցին, հատկապես հայ առաքելական եկեղեցին այնքան կարևոր դեր ունի հայ ժողովրդի կյանքում եւ այդ դերի շնորհիվ եկեղեցին կարող է ազդեցություն ունենալ պետության քաղաքական որոշումների վրա, ասենք օրինակ ընտանիքի վերաբերյալ որևէ օրենք ընդունելու կամ չընդունելու դեպքում հասարակությունը հաշվի առնում հայոց եկեղեցու դարավոր փորձառությունը կամ հայոց եկեղեցում ընդունված կարգերն ու կանոնները եւ հասարակության ճնշման ներքո պետությունը կարող է փոխել իր վարած քաղաքականությունը։ Նույնը կարող է վերաբերել կրթությանը, գիտությանը, հասարակության բարոյական, ինչպես նշեցինք, նաեւ խղճի։ Իսկ տվյալ դեպքում, եթե պետությունը ուղղակի քաղաքականությամբ զբաղվում է կամ պետության արտաքին քաղաքականությունը, բանակի կառավարում, մարդկանց արժանապատվության պահպանում, անվտանգության հարցեր, եկեղեցին այս ամենին կարող է մասնակցել անուղղակի կերպով։ Դա քաղաքագիտության մեջ կարող է կոչվել նաև այսպես փափուկ ազդեցություն, երբ դու ուղղակի չես զբաղվում քաղաքականությամբ, սակայն քո կարևորությամբ, քո դերակատարությամբ տվյալ հասարակության կյանքում այդ չափի մեծությամբ պայմանավորված դուք այսպես փափուկ կերպով կարողանում եք ազդել պետության քաղաքականությանը թե ներքին հարցերում, թե արտաքին հարցերում։ Բայց ճիշտը ո՞րն է, պետությունը լինի կրոնական, թե աշխարհիկ։ Օրինակ հարևան Իրանում քաղաքական որոշումները կայացնում են կառավարությունը, բայց վերջնական իր խոսքը ասում է հոգևոր առաջնորդը։ Մյուս հարևան երկրում Թուրքիան, օրինակ, Թուրքիայում կարծես թե բալանսավորված է, հավասարաչափ աշխատում են, գործում են իրար հետ, ո՞րն է ճիշտը։ Նայեք, երկու դեպքում էլ պետությունը շահում, այսպես ասած։ Երկու դեպքում էլ, եթե թեոկրատիա հաստատվի, այսինքն տեղ, որտեղ կրոնը գերիշխող է եւ ուղղակիորեն մասնակցում է պետության կառավարմանը, սրա երկարատև ընթացքը կարող է բերել ճգնաժամերի։ Մենք տեսել ենք կայսրապետություններ եւ հռոմեական պետության մեջ պապերի գերիշխանության ժամանակաշրջանը, որոնք ի վերջո ինչ-որ դարաշրջանում ինչ-որ մի փուլի հանգեցրել են ճգնաժամերի եւ տեսել ենք հակառակը, երբ հասարակությունը չափազանց աշխարհիկ է եւ այս դեպքում էլ կամ մերժված է կրոնը, ինչպես օրինակ խորհրդային միությունը եւ այն եւս ի վերջո տասնամյակներ անց կանգնեց ճգնաժամի առաջ եւ փլուզվեց։ Ճիշտ մոդելը կարծես թե որ եկեղեցին որպես կրոնական կառույց տարանջատված լինի պետությունից, ինչպես որ է գրեթե աշխարհի բոլոր երկրներում, բացի ձեր թվարկած եւ մի քանի երկրներից տարանջատված են կրոնը եւ պետությունը եւ դա օրենսդրորեն։ Այս դեպքում սակայն դա չի նշանակում, որ դադարում է համագործակցությունը։ Տարանջատում չի նշանակում, որ տեղի չպետք է ունենա համագործակցություն։ Այս դեպքում Հայաստանի մոդելը կարծես թե աշխարհում նորություն է, որովհետեւ մեր սահմանադրությունը թեև ամրագրում է, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն կամ կրոնական կառույցները անջատեն պետությունից, սակայն առանձին կետով արժևորված է հայոց եկեղեցու դերը հայ ժողովրդի անցյալի եւ ներկայի մեջ եւ եկեղեցու պետության հարաբերությունները առանձին օրենքներով կարգավորվում են։ Կարող ենք բացառիկ երկրներ հիշել կամ չհիշել, որոնք նման մոդել են որդեգրել եւ սա շատ լավագույն տարբերակներից մեկն է, որտեղ եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորված են առանձին օրենքներով, սակայն նաեւ չի ոտնահարվել եկեղեցի եւ պետություն
անջատ լինելու աշխարհում ընդունված միջազգային այդ մոտեցումը։ Կողմ եք դրան, որ պետական կրոնի կարգավիճակ ստանա քրիստոնեությունը այսօր Հայաստանում։ Ի վերջո այդպես են մեզ ավելի շատ ճանաչում Հայաստանը։ Մենք ամրագրում ենք, որ մեր եկեղեցին, այսինքն քրիստոնեությունը Տրթատ թագավորի կարգադրությամբ, հրամանով, հրովարտակով հռչակվեց որպես պետական կրոն։ Դա դարաշրջանի համար շատ ընկալելի էր, շատ ուսումնասիրողներ անդրադառնալով տվյալ ժամանակաշրջանին հաճախ են ասում, որ թագավորի կամքը դա ժողովրդի կամքն էր։ Եթե թագավորը պաշտում էր մի կրոնի եւ հրաման էր հանում, որ այլևս այս կրոնը պարտադիր է բոլորի համար, ուրեմն դա դառնում էր պարտադիր։ Թեև մենք գիտենք, որ քրիստոնեությունը փուլ առ փուլ է եկել հասել 4-րդ դարի սկիզբ եւ Տրթատ թագավորի հրամանը շատ բնական հրաման էր, արտահայտում էր այն իրականությունը եւ իրողությունները, որ այդ պահին գերակշռում էին Հայաստանում։ Սակայն երբ սկսվեց լուսավորության դարաշրջանը, հասարակությունները, պետությունները հստակ որդեգրեցին, հատկապես դա խիստ արտահայտվեց Ֆրանսիայում, երբ 1905 թվականին իրենք շատ հստակ օրենքներով սահմանեցին եկեղեցու եւ պետության տարանջատումը։ Դրանից առաջ էլ այլևս 19-րդ դարում ամբողջ դարաշրջանը լի էր այդպիսի իրադարձություններով, երբ եկեղեցուն փորձում էին տարանջատել պետական կառավարման համակարգից եւ դա ուղեկցում էր երբեմն շատ անախորժ դեպքերով եւ բռնություններով ու ճնշումներով։ Այս իմաստով այսօր այլևս հնարավորություն չենք տեսնում քրիստոնեությունը հռչակելու պետական կրոն, քանի որ դա կհակասի հենց մայր օրենքին, որտեղ ամրագրված է կրոնի, դավանանքի, խղճի ազատությունը։ Բայց եկեղեցու վրա ինչպիսի ազդեցություն է թողնում։ Եթե խոսքը գնում է հայ առաքելական եկեղեցու մասին, հայ առաքելական եկեղեցին հայության կյանքում անբաժանելի իրողություն է բոլոր ոլորտներում։ Հայ եկեղեցին հասարակության տարբեր շերտերում ներկայացված է, պետական տարբեր ոլորտներում իր բաժին ներդրումն է ունեցել։ Հայ ընտանիքում այն ներկայությունն է իդեմս եկեղեցական գործիչների։ Այսինքն հայոց եկեղեցու համար քրիստոնեությունը հռչակել պետական կրոն կամ չհռչակել պետական կրոն չի նշանակում իր գործունեությունը այս կամ այն ուղղությամբ ավելի խթանել կամ չխթանել։ Այս պահին հայ առաքելական եկեղեցին ընդունել է այն մարտահրավերը, որ քրիստոնեությունը պետական կրոն չէ եւ վաղուց իր գործունեությունը կազմակերպում է որպես եկեղեցի, որի առաքելությունը մարդու հոգու փրկությունն է առաջնահերթորեն, իսկ հայ եկեղեցու պարագային նաև հայ ժողովրդի ինքնության, մշակույթի, գիտության, կրթության, բարոյականության, Աստծո խոսքի քարոզչության առաքելությանը զուգահեռ իր տեսադաշտում պահել եւ հատկապես Սփյուռքում հայ ինքնության, այսպես սպիտակ ջարդերի նկատմամբ բոլոր մարտահրավերները դիմագրավել եւ հաղթարել։ Այսինքն քրիստոնեության պետական կրոն հռչակել կամ չհռչակել այս բան չի խթանում եւ չի նվազեցնում եկեղեցու առաքելությունը իր իսկ կողմից սահմանված ազգապահպան գործունեության ընթացքում եւ նաեւ չի հեշտացնում կամ չի դժվարացնում հոգեվոր քարոզչությունը մարդու հոգու փրկության իր գործառույթները իրականացնելիս։ Եղել են ժամանակաշրջաններ, երբ Հայաստանը ինքնիշխան չի եղել, պետականություն չի ունեցել եւ ըստ էության չի էլ ունեցել իր պետական ինստիտուտները, չի կարողացել այն պահպանել, բայց եկեղեցին անգամ խորհրդային տարիներին պահպանեց եւ շարունակություն ունեցավ, կարողացավ պահպանել իր եկեղեցական ինստիտուտները, որն է հաջողության գրավականը այստեղ, ինչու է եկեղեցուն մշտապես հաջողվում պահպանել իր կառույցը, մինչդեռ այստեղ պետությունը հապաղում է։ Այսօր էլ Կոստանդնուպոլիս չունենք, բայց կա Պոլսո պատրիարքարանը, Արցախը չունենք, բայց Արցախի թեմը գործում է եւ մինչդեռ Արցախի պետական նախագահական ինստիտուտները կարող ենք ասել, որ երերում է, մինչդեռ Արցախի թեմը գիտենք կա, ինչքան հանրությանն է հայտնի, անխոչնդոտ գործում է եւ դեռ մշտապես գործելու է։ Որն է հաջողության գրավականը։ Եթե կարճ, կարծում եմ կարելի է սահմանել, որ պետությունը պահպանում է սահմանները։ Եկեղեցին պահպանում եւ ներկայացնում է ժամանակը։ Դրանով է պայմանավորված եկեղեցու այսպես շարունակական ներկայությունը այս մոլորակի վրա։
Ինչ վերաբերում է հայության կյանքին, այո, երբեմն ինչպես նշեցինք, խոսեցինք, եւ դա փաստ է, եղել են ժամանակաշրջաններ, որ մենք զրկված ենք եղել պետականությունից, բայց եկեղեցին կարողացել է գոյատևել, ոչ միայն եկեղեցին գոյատևել, այլ նաեւ հնարավորության բոլոր միջոցները կիրառել եւ գործադրել է իր առաքելությունը իրականացնելու։ Սրան զուգահեռ նաեւ ինչպես նշեցինք, պետական գործառույթներ է իրականացրել։ Հատկապես անկախության վերականգնման։ Հաճախ ենք մենք տեսնում հայոց կաթողիկոսներին, ճանապարհորդելիս։ Եվ ոչ թե եկեղեցական առաքելությամբ, այլ հենց դիվանագիտություն, հարաբերություններ հաստատել այս կամ այն եվրոպական կամ արևելյան միապետերի հետ, հենց բանակցության թեման էլ եղել է Հայաստանի ազատագրության հարցը։ Մենք հաճախ ենք տեսնում բանագնացների, որոնք այս կամ այն հայոց կաթողիկոսների կողմից առաքված են եղել հատուկ նպատակով, ուղեկցող գրություններով, խնդրագրերով, որտեղ արծարծվել է Հայաստանի ազատագրության խնդիրը։ Սրա համար հայոց եկեղեցին ոչ մի բան չի խնայել Հայաստանի անկախությունը վերակերտելու ճանապարհին, բայց նաև կարողացել է այս ամենի միջով անցնել։ Պատահական չի, որ մենք հաճախ ենք կրկնում, որ եկեղեցին տեսել է պարսից շահերին, տեսել է արաբական խալիֆների, բյուզանդական կայսրերի, հռոմեական կայսրերի, մենք տեսել ենք ռուսական ցարերին, մենք տեսել ենք աթեիստական հասարակության եւ դրա ղեկավարներին, ամեն հալածանք տեսել է եկեղեցին եւ կա, որովհետեւ այն ինչ որ հնարավոր է գրավել պետության մեջ, հնարավոր չէ գրավել եկեղեցում, հնարավոր չէ գրավել մարդու բարոյականությունը, խիղճը, մշակույթը, լեզուն, եթե եկեղեցին չպահպաներ լեզուն եւ հայկական ինքնությունը, միգուցե եկեղեցին էլ գրաված լիներ, սակայն ի պատիվ հայոց եկեղեցին կարողացել է պահել անառիկ այն, որը դժվար է կամ անիրականանալի գրավել։ Մինչդեռ պետությունների պարագային շատ հեշտ է գրավել որևէ պետություն, զորքով մտնել, գանկեցանել այս կամ այն թագավորին կամ մահապատժի ենթարկել եւ տվյալ երկիրը եւ ժողովուրդը գերության վերցնել կամ իրենց իշխանության ներքո։ Ինչը հնարավոր չի անել եկեղեցու պարագային, որովհետեւ եկեղեցու, ինչպես նշեցինք, եկեղեցու խնդիրը տարածքային չէ։ Եկեղեցին ավելի շատ ներկայացնում է ժամանակը։ Այս իմաստով դա հնարավոր չէ գրավել։ Դրա համար դուք ինչպես նշեցիք, մենք այսօր ունենք այսօր մեր իրականության մեջ Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգորդ է Օսմանյան կայսրության, որն էլ իր հերթին գրավել էր Կոստանդնուպոլիսը, բյուզանդական կայսրության մայրաքաղաքը։ Բյուզանդական կայսրությունը որպես այդպիսին կառավարման համակարգ գոյություն չունի։ Գոյություն չունի նաև այն համակարգը, որի մեջ ծնվել էր Պոլսո պատրիարքարանը։ Այսինքն գոյություն չունի Օսմանյան կայսրությունը։ Բայց Պոլսի պատրիարքարանը գոյություն ունի գրեթե այնպիսի տեսքով եւ այնպիսի կառավարման համակարգով, որով որ ինքը ի սկզբանե ստեղծվել է։ Նույնպես նաեւ հիշատակեցիք Արցախը։ Այսօր Արցախը գերված է, բռնազավթված է եւ մեր ժողովուրդը ապօրինաբար մեր հայրենակիցները իրենց հազարամյա բնորանից բռնագաղթված են, սակայն թեմը պահպանված է, որովհետեւ մենք գործ ունենք ծխական համայնքների հետ, որը հնարավոր չէ գրավել, հնարավոր է թեմի աշխարհագրական տարածքը գրավել, բայց հնարավոր չէ թեմը գրավել, որովհետև այն կարող է գործել նաև վտարանդի։ Այս դեպքում, ինչպես սկզբում նշեցինք, եկեղեցին ավելի հավերժական այսպես կառույց է, վերերկրային կառույց է եւ հնարավոր չէ այն գրավել երկրային միջոցներով ու գործիքներով։ Տեր հայր, իհարկե հասկանում եմ, այս հարցը ձեզ համար զգայուն կլինի, բայց այնուամենայնիվ կարծում եմ շատերիս կհետաքրքրի։ Ինչու պետությունը չի կարող ընտրել կամ գահընկեց անել կաթողիկոսին։ Սա կանոնական չէ, կրոնական չէ, թե բարոյական չէ պարզապես։ Ձեր նշած բոլոր կետերը եւ ավելին իրականություն են, կրոնական չէ, կանոնական չէ եւ բարոյական չէ։ Նախ առաջին հերթին այսօր մեր պետությունը մայր օրենքով եւ օրենսդրությամբ սահմանված է, որ եկեղեցին ինքնավար կառույց է եւ պետությունը իրավունք չունի օրենսդրորեն միջամտելու
մեր եկեղեցու ներքին կառավարման գործերին։ Դա միանշանակ է եւ փաստ է։ Դրանից ավել որևէ գործողություն դա ոտնձգություն է մայր օրենքի եւ Հայաստանի օրենսդրության նկատմամբ։ Բացի դա միջազգային կոնվենցիաները նույնպես սահմանում են, որ որևէ պետություն, որևէ կրոնական կառույցի կառավարմանը, ինքնավարությանը իրավունք չունի խոչընդոտելու եւ միջամտելու։ Տվյալ դեպքում, բացի աշխարհիկ օրենքների ոտնահարման այս դեպքերը նշելիս, նաեւ կանոնական չէ եկեղեցու տեսանկյունից, որովհետև հայոց եկեղեցում դարավոր կարգ է գործում, ինչպես են ընտրում եւ օծում հայոց կաթողիկոսներին։ Այն միակ պաշտոնյան է, որ արտահայտում է ողջ հայության կամքը, այսինքն ազգային եկեղեցական ժողովը, որը ունի բացառիկ իրավունք կաթողիկոսների ընտրության, ներկայացված է այնտեղ ամբողջ հայությունը։ Եվ անշուշտ նաև Աստծո կամքն է այդտեղ, որովհետև մենք հավատում ենք, որ այդտեղ ինչ որ տեղի ունենում, հստակ տեղի ունենում, իսկ դա տեղի ունենում մայր տաճարում կաթողիկոսական ընտրությունները, նաև առաջնորդում է Սուրբ Հոգին։ Այսինքն ապօրինաբար որևէ կաթողիկոսի իշխանության դեմ գործել հանիրավի, դա նշանակում է նաև գործել Սուրբ Հոգու դեմ, որովհետև մենք հավատում ենք, որ հայոց կաթողիկոսները ընտրվել են Սուրբ Հոգու ներշնչման այդ մարդիկ, ովքեր կանգնած են Սուրբ Խորանի առջև եւ ընտրություն են կատարում։ Այս իմաստով կանոնական չէ, այո, մեր պատմությունը ցույց է տվել դեպքեր, որ պետության գլուխ կանգնած մարդիկ փորձել են հասնել հաջողությունների, իրենց կամքը թելադրել ընտրությունների ժամանակ, որը ինչ որ դեպքերով կարող է նաեւ հաջողված լինել, բայց եղել են դեպքեր, երբ արդեն գործող կաթողիկոսի դեմ պետության գլուխ կանգնած իշխաններ կամ թագավորներ փորձել են գահանկեց անել, 1-2 դեպք ունենք, որտեղ իրենք հասել են իրենց հաջողություններին, բայց եկեղեցին տվել է իր գնահատականը։ Մեր ժողովուրդը չի ընդունել այն կաթողիկոսներին, որոնք թագավորների կամքով են գահ բարձացել։ Եկեղեցական գավազանագիրքը չի արձանագրել նրանց անունները որպես հայոց կաթողիկոսներ։ Մենք ունենք 132 պաշտոնական կաթողիկոսներ, բայց դրանցից դուրս մենք ունենք կաթողիկոսներ, ովքեր այս կամ այն օտար կամ հայ իշխանապետի կամ թագավորի կամ կայսրի կամքով միջամտելով բռնության ենթարկելով եկեղեցուն գահ են բարձացել, բայց դրանց անունը չի անցել եկեղեցու կաթողիկոսների գավազանագրքի շարքի մեջ։ Եվ հասարակությունը չի ճանաչում նրանց որպես հայ, ընդ որում ժամանակակիցները, ես չեմ խոսում մեր օրերի մասին, որ հնարավոր է գիտությամբ զբաղվել եւ համադրել կանոնները եւ եղած դեպքերը, այլ հենց ժամանակակիցները չեն ընդունել այդ մարդկանց։ Հենց բարձր եկեղեցական իշխանությունը եւ հասարակ ժողովուրդը չի ճանաչել նրանց որպես կաթողիկոս, որովհետեւ քաջ գիտակցել է, որ բռնություն է տեղի ունեցել, ոտնահարվել է եկեղեցու կարգ ու կանոնը եւ աստվածային օրենքները։ Ձեր հոգեվոր ողջ ծառայության ընթացքում ո՞րն է եղել այն փուլը, որ ձեզ համար ամենադժվարն է եղել եւ դուք այն համարել եք խաչի ճանապարհ, անցել եք այն եւ գտնում եք, որ պատվով եք անցել, այլ կերպ ասած գրել եք ձեր խաչը։ Խաչի ճանապարհը ամեն մարդու համար կարող է յուրովի ընկալվել։ Ես կընդհանրացնեմ, որպեսզի անձնական չլինի, խաչի ճանապարհը մեր յուրաքանչյուր քրիստոնյաներիս համար, հատկապես եկեղեցականների համար, որոնց հոգևոր իմաստով ավելի է տրված եւ ավելի պիտի պահանջվի, յուրովի է, այն ինքնազոհաբերման ճանապարհ է։ Քրիստոս ինքն է մեզ հրավիրում վերցնել իր խաչը եւ գնալ իր հետևից։ Քրիստոսի հետևից գնալը եւ պատիվ է, եւ քաղցրություն, եւ թեթևություն, բայց միաժամանակ այն ենթադրում է որոշակի նաև աշխարհային իրողություններից կամովին զրկում, այդպես մեզ հորդորում է նաև Տիրոջ առաքյալը, ասում է աշխարհը խաչված է ինձ համար, ես աշխարհի համար։ Սա այս բառերը ամեն մարդ կարող է յուրովի մեկնաբանել, յուրովի ընկալել։ Մենք քրիստոնյաներս պիտի վերցնենք մեր խաչը եւ հետևենք Քրիստոսին, բայց դա նշանակում է, որ ամեն մարդ իրեն տրվածի չափով կարող է վերցնել։ Իմ հոգևոր ծառայության մեջ ես պատիվ եմ համարում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու
օցիալ սպասավոր եմ եւ հայ առաքելական եկեղեցին ինձ համար ստեղծել է հնարավորություն եւ գործելու դաշտ ծառայելու իմ Աստծուն, իմ եկեղեցուն եւ իմ ժողովրդին։ Սա ես համարում եմ իմ խաչի ճանապարհը, իսկ որքանով եմ ես դա հաջող անցել կամ անցնում կամ դեռ պիտի անցնեմ, այդ գնահատականը անշուշտ պիտի տա հավատացյալը եկեղեցին պատմության մեջ նայելով թե ինչպիսի գործեր ենք մենք գործել, այսինքն մարդու անցած ճանապարհի մասին ոչ թե ինքը պիտի վկայի իր բառերով, այլ պիտի իր մասին վկայեն իր գործերը։ Ես համարում եմ, որ այս պահին պատիվ է լինել հայ առաքելական եկեղեցու սպասավոր եւ ծառայել Աստծուն, եկեղեցուն եւ մեր ժողովրդին։ Մնացյալը կթողնենք հավատացյալները հետագայում կգնահատեն։ Ինչ խորհուրդ ունեք ձեր այն հոգևոր եղբայրներին, որոնք այս փուլում կարծես թե չկրեցին իրենց խաչը, փախչեցին խաչի գաղափարից եւ արդյոք եթե նրանք դարձի կան, մայրաթոռում տեղ ունեն, փրկություն կա նրանց համար։ Այս հարցը հաճախ է քննարկվել, հատկապես համացանցում։ Եկեղեցու բնույթը անառակ որդու վերադարձի այդ խտացված ավետարանը մեր կյանքի կամ եկեղեցու առաքելության մեջ մեծ տեղ ու դեր ունեցող երևույթ է։ Անշուշտ մարդու կյանքում լինում են ընկրկումներ, վախերի պատճառով, հաշվարկների պատճառով, տարբեր երևույթների պատճառով մարդը կարող է ընկրկել, անկում ապրել, ծնկի գալ, բայց եկեղեցին մի վայր է, որտեղ զղջմամբ, ապաշխարմամբ եւ հատուցմամբ կարող ես կրկին վերականգնվել, ինչպես որ անառակ որդու վերադարձի ժամանակ հայրը պատմուճանը նրա ուսերին դրեց, մատանին մատին եւ ոտնամանները ոտերին եւ ասաց նորից վերականգնվեց իր որդու կարգավիճակին, այնպես էլ յուրաքանչյուր հոգեորական ապաշխարելու, զղջալու, դարձի գալու եւ հատուցելու պարագայում հնարավորություն ունի վերականգնվելու իր իսկ պատվի ու այն փառքի մեջ, որտեղ եկեղեցին իրեն ի սկզբանե հաստատել է, բայց եթե այս ճանապարհը չկա զղջումը, չկա ապաշխարանքը, չկա դրա համար հատուցումը, եկեղեցի վերադառնալու ճանապարհը կարծես թե իրատեսական չի դառնում, որովհետև եկեղեցում կարող ես վերականգնվել միայն այս ճանապարհով, այլապես դա հնարավոր չէ։ Խորհուրդը այն է, որ պետք է վեր կանգնել սեփական վախերից, հասկանալ եկեղեցու էությունը, եկեղեցու հավիտենական բնույթը, եկեղեցու այս աշխարհից չլինելու, այս աշխարհի բարքերով չառաջնորդվելու առաքելությունը եւ հավատարիմ մնալ այն ուխտին, այն գահին, որին ի սկզբանե մենք մեր օծման իսկ պահից խոստում ենք տալիս, որ հավատարիմ ենք մնալու Աստծուն, եկեղեցուն եւ եկեղեցու այն նվիրապետական համակարգին, որը ծնել է մեզ այնպես ինչպես որ մենք կանք։ Ինչու ընտրել խաչը, եթե այլընտրանքը ավելի հեշտ է, ավելի պարզ է։ Որովհետեւ խաչի մեջ մենք տեսնում ենք Աստծո սերը։ Ի վերջո Աստված խաչի վրա ցույց տվեց այն մեծ սերը, որը որպես օրինակ թողեց մարդկությանը։ Նա խաչի վրա նույնիսկ ասաց հայր ների նրանց, որովհետև չգիտեն թե ինչ են անում։ Խաչով է արտահայտվում Աստծո սերը մարդկության նկատմամբ, որովհետև ինչպես ընդունված է ասել, անմեղը խաչվեց, որպեսզի մեղավորները փրկություն ունենան։ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի նրանով մարդկությունը փրկվի։ Իսկ քրիստոնյաների համար կատարելատիպը Աստված է, Հիսուս Քրիստոս է։ Մենք պիտի ձգտենք նմանվել նրան ամեն ինչում, այդ թվում նաև մեկս մյուսին մեր նմանին սիրելու մեջ։ Այսինքն խաչը արտահայտում է ոչ միայն Աստծո սերը մարդու նկատմամբ եւ մարդու սերը Աստծո նկատմամբ, խաչը առավելապես եւ հավասարապես նաեւ խորհրդանշում է մեր սերը մեր նմանի նկատմամբ։ Դրա համար խաչի խորհուրդը շատ մեծ է, բազմազան է եւ մենք հայ ժողովուրդս իսկապես այնքան ենք խաչի խորհրդով տարվել, որ մեր ազգային էպոսում մեզ նույնիսկ խաչապաշտ ժողովուրդ են բնորոշել։ Այս կերպ նաեւ խաչը տարբեր կերպով է ընկալվել մեր կյանքում,
մեր ժողովրդի կյանքում եւ կարծում եմ հենց ճիշտ կերպով էլ ընկալվել է դրա համար, որ դրանով է պայմանավորված, որ մենք խաչի նկատմամբ առանձնահատուկ այսպես վերաբերմունք ունենք եւ նրանով արտահայտում ենք սերը եւ Աստծո նկատմամբ, եւ մեր եկեղեցու նկատմամբ, եւ մեր նմանի նկատմամբ։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի։ Տիրոջ աչքը օգնական ու պահապան լինի Աստծո Սիրից։